Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, նորաձևությունից սահում անցում կատարելով արվեստի մյուս բնագավառ, խոսենք ակունք ազգագրական պետական համույթից, որը շուտով հոկտեմբերի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդես կգա ակունքի հոպոն համերգային ծրագրով։ Մեր տաղավարում են ակունք պետական ազգագրական համույթի արտիստներ, մենակատաժներ, հնաբնակներ, Արեգ Միքայելյանն ու Սարգիս Բաղդասարյանը, բարի լույս, շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար, ինչպես եք։ Բարի լույս, լավ եք, շնորհակալություն։ Ինչպես է սկսվում ձեր շաբաթ առավոտները սովորաբար։ Այս շրջանում կարծում եմ համերգային փորձերով։ Այո։ Համերգային փորձերով, փորձերը մի քիչ ավելի ուշ են կանում եւ ամեն օր բացառությամբ շաբաթ կիրակի։ Այդպես ակունքի առօրյան փորձերի, համերգների, շրջագայությունների մեջ է։ Հրաշալի։ Կարծում եմ դա ինչ հարաբերություն ունենք այդ ամսին, այդ օրերին։ Հիմա այսօր 26-ին մեր հերթական համերգն է, ծրագրված հերթական համերգը, հիմա որը նվիրված է ձեզ։ Որոշել են անուն դնել, անունն էլ ընդունում ենք։ Դե եկեք այդ նախապատմությունը լսենք։ Շատ համեստություն է անում իրականում ակունք ազգագրական համույթի համար Սարգիս Բաղդասարյանը հիմնասյուն է, սկիզբ է, աղբյուր է, նա շատ մեծ բեռ է իր վրա վերցրել եւ պատվով տանում է շուրջ չասեմ ինչքան տարիներ, որովհետև դեռ ակունքը չուներ անուն եւ հիմնական խումբը չէր հավաքվել, արդեն Սարգիս Բաղդասարյանը իսկապես հնաբնակ է, այո։ Եկեք նաև խոսենք հենց անվան նախապատմության մասին, ինչու ակունքի հոպոն եւ ինչպես որոշեցիք հենց իրեն նվիրված համերգային ծրագրով հանդես գալ։ Ակունք ուրեմն շատ ավելի վաղ 78-ին թվականներին դե շփումը Մարոյի եւ հայրիկի հետ շատ մեծ էր, իսկ հայրիկը որպես վանեցի շատախցի անգիր գիտեր իր բնաշխարը, բեռները, լճերը, ամեն ինչ գիտեր եւ մենք որոշել էինք հայրիկի հետ, որ պետք է խումբը կոչվի Առնոս։ Առզնոյս այդ լեռան անունով, բայց 81 թվականին, երբ մենք նախապատրաստվում էինք ֆեդերատիվ Գերմանիա գնալ, դրանից առաջ Մարոն ինձ կանչեց Արմենի սենյակ, Արմեն Հովանեսյան, դա ես համարում եմ մեր հայ մտավորականության ծաղիկներից մեկը։ Ու այսպես Մարոն ասեց, Սարգիս ջան, Արմենը որոշել է ակունքը կոչել, խումբը կոչենք ակունք։ Ասի Մարո ջան, դրանից լավ անուն դժվար թե լինի, որովհետև իսկապես ակունք հասկացությունը ուրիշ է։ Եվ մի քիչ էլ առաջ գնացի Էրգրում ասում մեր գյուղի անունը Արտակունք է, այսինքն արտ եւ ակունք։ Ասի դա համահունչ է ամեն ինչին, այնպես որ եթե հայրիկը համաձայնի, ասեց դի մեր գործն է, մենք էլ անում ենք եւ այդպես խումբը կոչվեց ակունք ու մնաց որպես ակունք։ Իսկ ձեզ ինչպես սկսեցին ասել ակունքի հոպո։ Եվ ինչու այդպես որոշվեց։ Հավանաբար իմ տարիքի հետ կապված գալիս էին երիտասարդներ, երեխա ինձնից շատ ավելի, տարիքով շատ ավելի երիտասարդ գալիս էին եւ իրենք հավանաբար հարմար գտան, որ ինձ պետք է կամ քեռի ասեին կամ հոպո։ Որովհետև Սասունում նաեւ հորեղբորը մեծին ասում են հոպո կամ ապո։ Եվ այդպես հոպո ասելով Սարգիս Բաղդասարյանը դարձավ խմբի հոպոն։ Հետաքրքիր նախապատմությամբ իհարկե սկսեցինք մեր զրույցը, այժմ կարծում եմ կարող ենք անդրադառնալ արդեն համերգային ծրագրի մանրամասներին, հասկանանք ինչ համերգ է սպասվում, ինչ ելույթներ ենք լսելու։
Մենք ուրեմն ժողովրդական երաժշտության ազգային երգի եւ բարի կենտրոնում ենք, այդ պոակում ենք, ակունքը պետական համույթ է, ինչպես գիտեք, եւ այնտեղ որոշել են, որ տեսնելով նաեւ իմանալով Սարգիս Բաղդասարյանի վաստակ այս խմբում, որոշել են նաեւ հատուկ համերգ, ասեն, որ նա շատ սիրված է ժողովրդի կողմից եւ որոշել են, որ հատուկ համերգ կազմակերպվի հենց Հոպոյի անունով, այսպես ասենք, կոչված եւ Սարգիս Բաղդասարյանը այդ օրը բավականին շատ պետք է երգի։ Նա մինչև հիմա հրաշալի երգում է, հրաշալի ձայնային տվյալները ընդհանրապես չեն փոխվել, շատ ակտիվ է, ակտիվորեն մասնակցում է խմբի բոլոր համերգներին, փորձերին։ Այնպես որ մեր Հոպոյի համերգը վստահ եմ անցնելու է փայլուն։ Աստվածը։ Իհարկե, բացի Սարգիս Բաղդասարյանից, նաև կարծում եմ երգելու են ակունքի մյուս մենակատարները։ Շուրջ, մենակատարները, խմբային կատարումներ կլինեն։ Խմբային կատարումները Սարգիսի հետ նաև երկու դնում եմ, որ խմբային կատարումներն ավելի լինեն, քան անհատական։ Մենք էլ շատ ուզում ենք, որ այդ օրը Սարգիսը բավականին իր շատ սիրված ժողովրդի կողմից սիրված երգերը կատարի։ Հրաշալի։ Եվ այս ընթացքում ինչպես են անցնում փորձերը, ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում փորձերի ընթացքում, հաճախ եք օրինակ թիմով վեճեր, անհամաձայնություններ ունենում, թե այդպես միահամուռ եք միշտ։ Լինում են, որ բանավիճում ենք, բայց երգի շուրջ, կամ բարի շուրջ, կամ տվյալ գործողությունը ոնց անենք, ինչպես անենք, այդպես աշխատանքային բնույթի լինում են, իհարկե կլինեն։ Բարեբախտաբար ոչ հաջող վեճ է։ Այո, դա վեճ չի, դա բանավեճ է, որից ծնվում են հրաշալի, այո։ Քանի որ վերջերս էլ վերադարձել եք Կանադայից, վստահ եմ պատմելու շատ բան ունեք, ինչ ծրագրով եք մեկնել։ Ուրեմն համազգայինը մշակութային կենտրոնը Կանադայի հրավիրել էր ակունքին 3 քաղաքում՝ Մոնրեալ, Քեմբրիջ, Տորոնտո համերգի, մեծ համերգի։ Մեկնել ենք, մի քանի օր է վերադարձել ենք, ճիշտն ասած, եւ անցել է համերգները շատ փայլուն, շատ ընդունված եւ ուրախ ենք, որ կարողացել ենք մեր ազգային արվեստը նաեւ մեր հայրենակիցներին արտերկրում ներկայացնել, եղել ենք շատ դպրոցներում, իրենց դպրոցներում հայկական, պարտեզներում, հանդիպել ենք հայ համայնքի ներկայացուցիչների հետ, շատ ակտիվ միջոցառումներ են եղել ու 3 շատ բարձր ու լավ համերգներ ենք ունեցել։ Այսքան շատ համերգների նախագծերի շրջանակում ինչպես եք կարողանում միշտ լինել ոգևորված, ոգեշնչված եւ ամեն անգամ այդպես ուրախ տրամադրությամբ ներկայանալ հանդիսատեսին, որովհետեւ ամեն դեպքում հասկանալի է, որ դուք այդ ամբողջ ընթացքում ձեր ողջ էներգիան տալիս եք հանդիսատեսին եւ գուցե երբեմն ձեզ սպառված զգաք։ Այդ հարցին Սարգիսը Բաղդասարյան շատ ճիշտ կպատասխանի։ Համերգները ինչպես են ընթանում։ Համերգներին ինչպես եք փորձում դուք միշտ լինել էներգիայով լի, որ այդ ամբողջ էներգիան նաև փոխանցեք հանդիսատեսին եւ չհոգնեք, որովհետեւ շատ են ծրագրերը, շրջագայությունները։ Բավական տարիներ է անցել եւ դա մեզ համար դարձել է սովորական երևույթ, միսուարիուն է, դա մեր գործը։ Եվ ինչքան էլ ժամանակները գնում են, ամենից շատ հուզվող, ամենից շատ անհանգստացող ես եմ միշտ ասում եմ ժողովուրդ, անհանգիստ եմ, ինձ ասեք ինչպես կվերջանա, ինչպես մենք պետք է ինչպես ներկայանանք եւ այլն ու մտածում ենք, ամեն մեկս աշխատում ենք, որ վրիպումներ չունենանք, որ ամեն ինչ լավ անցնի, որ ընդունելի լինի, որ մենք ներկայանում ենք ժողովրդին այն երգերով, որ շատ է մոտ ժողովրդին, շատ սրտին մոտ է մեր ժողովրդի եւ եթե երգում ենք, որ մտածում ենք, աշխատում ենք, երգենք, անթերի երգենք, որ իրենք էլ լավ զգան, մենք ավելի լավ զգանք։
Այդ դուք այսքան տարի եղել եք բեմերում, ակունքի շրջանակներում, ներկայացել եք ամենատարբեր հանդիսատեսին, ինչպես է փոխվել հանդիսատեսես ընթացքում, օրինակ, չգիտեմ, 15-20 տարի առաջ ինչպիսին էին նրանք եւ այսօր ինչպիսին են, թե ձեզ համար միշտ հանդիսատեսը նույնն է իր ոգևորությամբ։ Այնքան ուրեմն տարողունակ հարց եք տալիս 81 թվականին Արեգը գիտի, մենք 81 թվականին եղել ենք ֆեդերատիվ Գերմանիայում եւ 6000 կիլոմետր մենք անցանք, ասենք Մայթից մինչև Տրիր այդ ճանապարհը ինչպիսի քաղաքներում եղանք, Կայզերսլաուտերն, Մայնց, ուրեմն Դրայախ եւ Մարքսի տնտավայրը Տրիր, հա, Մարքսի տնտավայրը բան եւ ամենտեղ յուրովի էր ու մենք մտածում ենք, որ ինչպես կանցնի, ինչպես կընդունի օտար հանդիսականը, ինչպես է ընդունելու ազգային երգը, հայ ազգային երգը եւ զգում ենք նրանց դեմքի արտահայտությունները գոհունակություն էին հայտնում եւ ամենագովելին այն էր, որ մի ընտանիք կար, որ մենք այդ ճանապարհը որ անցնում էինք, երկար ճանապարհ, քաղաքից քաղաք գնում էինք, կար մի ընտանիք, ամուսիններ եւ երեխան իրենց, ուր գնում էինք, տեսնում էինք, որ դրանք առաջի շարքերում նստած են։ Ձեր մշտական հանդիսատեսներ։ Եվ պատկերացրեք, առիթ չեղավ, ասենք, այն ժամանակ չգիտես ինչպես էր, որ այնքան վախվորած ենք, որ մեկս հարցենք ախր այդ ինչն է դες այսպես ստիպել այդ ամենի համար, բայց մենք ուրախանում ենք, որ գնում ենք այդ ընտանիքը այնտեղ է։ Դա նշանակում է, որ սա իրենց գնահատականն էր ամեն ինչի։ Գիտեք, հետաքրքիրը նա է, որ ակունքը հատկապես արտերկիր շրջագայությունների երբեք հայ համայնքի համար հատուկ այդպես ելույթի չի գնացել։ Միշտ երկիրը ներկայացրել է այլ երկրներում եւ հետաքրքիրն է, որ ընդունվել է լավը քիչ է ասել, շատ հրաշալի են ընդունել, որ իմ կարծիքով երգը լեզու չունի, եթե դա ճշգրիտ երաժշտություն է, լեզուն հեչ կարևոր չի ինչ լեզվով է եւ մենք միշտ պատվով ենք ելույթ ունեցել ու ներկայացրել մեր երկիրը, որովհետեւ ունենք շատ մեծ եւ հարուստ ազգային բանահյուսություն, երգ ու բար։ Այո, շատ կարևոր բան էլի այո նշեցիք։ Հնդկաստանի մեր ելույթը ուրեմն հանդիսականները 80, 90, 70-ից ոչ ցածր այդ տարիքի մարդիկ գալիս էին եւ նրանց հետաքրքրությունը շարժում էր ամեն ինչ, ասում էր մենք չենք հասկանում դա քարանձավներից է գալիս ձեր ձայնը, թե որտեղից է գալիս, որտեղից եք վերցրել, ասում ենք դա մեր ազգային արժեքներն են եւ այդ ազգային արժեքները նաեւ գնահատվում էր խորհրդային երկում, երբ որ մենք Տալինում փառատոնի գնացինք ազգագրական, երբ ներկայացնում ենք առաջի փորձերն էին համերգների եւ արտահայտությունը հետեւյալն էր թարգմանության որտեղ եք դուք թաքցրել այդ գանձերը մինչև հիմա այդպես էին արտահայտում ամենակարևոր արձագանքը եւ գնահատականը որ ստացել եք պաստորեն դա մեծ ոգևորություն էր մեզ համար մեծ եւ օտար ասում է որտեղ է թաքցրել այդ գանձերը մինչև հիմա իսկ այդ պահին ես մտածում եմ բայց ինչ գանձեր կորան գնացին որովհետեւ ժամանակին այն ինչ որ հիմա այսօր կա չկա Փառք Աստծո հիմա էլ շարունակում է ակունքը իր առաքելությունը իր գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ, որը արդեն 150-ից ավելի կոմիտասի հավաքագրած ազգային երգերը
արդեն մենք սովորել ենք, ներկայացնում ենք եւ դեռ չկատարված երգեր կան, որ անընդհատ այդ ընթացքի մեջ ենք, սովորում ենք, մեր գեղեցկական շերտը շատ հարուստ է։ Եվ ասեմ ձեզ, որ նաև ակունքը հիմա ակտիվ փորձեր է նաև անում, մեր ազգային էպոսն է վերականգնվում Արթուր Նազարյանի շնորհիվ եւ փորձեր ենք անում եւ հուսանք կամ այս տարվա վերջ կամ մյուս տարվա մեջ շատ մեծականակ արտիստներով նաև ոչ միայն ակունքով պետք է բեմադրվի Սասունցի Դավիթ էպոսը եւ հուսանք, որ որովհետեւ հայազգը ունի էպոս եւ աշխարհում հատուկենտ ազգեր ունեն 2-3 կամ ոչ ավելի, որից մեկը մենք ենք եւ դրա համար ենք շատ ուրախ։ Իսկ համերգային ծրագրում կոնկրետ ինչ ստեղծագործություններ եք ներառել։ Այս համերգային մեծամասամբ ներառել ենք այն երգերը, որ նաև Սարգիս Բաղդասարյանն է որպես աղբյուր իրենից ենք սովորել, ինքն է կատարելու, մենք էլ ենք մասնակցելու եւ ընդհանուր ակունքային գործեր ենք անելու։ Մի քիչ չարչարելու ենք մեր հոպոյին, որովհետեւ բավականին շատ մեներքային բաներ է ունենալու։ Եվ ամենատպավորված ելույթը որն է եղել վերջին շրջանի, որ երկրում, որ քաղաքում, գուցե Հայաստանի որևէ հատվածում։ Մեզ համար բոլորը տպավորված են։ Գիտեք ինչու, որովհետև տեսնում ես, որ ժողովուրդը ընդունում է, ուզում է, անմիջապես մասնակից է լինում, շատ դրանից մենք շատ ենք ոգևորվում, որ այդ հարաբերությունները շատ կապված են իրար հետ։ Քանի որ նշեցիք առաջիկայում շատ ծրագրեր կան իրականացնելու, այս արդեն համերգից հետո որն է այն առաջնային նախագիծը, համերգը, որին պետք է պատրաստվեք։ Ակունքը ամբողջ տարվա ընթացքում ամիսը 1 կամ 2 անգամ մշտական համերգ ունի, չհաշված շրջանների համերգները։ Այո, դրան էլ կանրադառնամ։ Այո, անցած տարի մենք օրինակ ամռանը այնպես է եղել, որ 1 ամիս Հայաստանի շրջաններով եւ օրը եղել է 4-5 համերգ ենք ունեցել մեր ժողովրդի համար շրջաններում, որովհետեւ ամեն մեկը չի կարող անընդհատ գալ Երևան եւ համերգների Ինչ տպավորություն եք ստանում այս առումով սպասված եք այնտեղ, որովհետև իսկապես ինչպես դուք եք նշում, իրենք գուցե չկարողանան այդպես ինտենսիվ ինչ-որ համերգների մասնակցել կամ իրենց շրջաններում, համայնքներում քիչ լինեն նման համերգներ։ Նախ ուր գնանք, առաջինը մեր հոպոյին բոլորը ճանաչում են։ Մոտենում են վարպետ ջան, ամենալավագույն խոսքերով, հոպոն մեր խմբի սիմվոլն է, այսպես ասեմ։ Իսկապես առաջնորդ սիմվոլն է։ Շրջաններում ամենտեղ սպասված ենք հաստատ։ Որ համերգներից ասացիք, տեսեք ուրեմն ամսի 26-ին մեր հերթական համերգն է, նոյեմբերի 16-ին նորից մենք համերգ ունենք, որ արդեն ռեկլամները գնում են։ Մեծամասամբ Բաբաջանյան, Արնո Բաբաջանյան սրահում է լինելու, բայց նաև շրջաններում է լինելու, նաև մյուս մեծ քաղաքներում։ Իսկ ինչ տարվա կտրվածքով ինչպես եք փորձում ներառել բոլոր շրջանները, համայնքները, թե յուրաքանչյուր տարի ընտրում եք որոշակի համայնքներ, որտեղ ներկայացնելու Մեր ղեկավարը, մեր պոակի հետ, կենտրոնի հետ, արդեն ամեն մի համերգը խորագիր ունի, խորագրով է, եւ ամենտեղ այդ խորագրի ներքո ներկայացնում ենք եւ բավականին մեծ ծրագիր ենք ներկայացնում։ Ամփոփելով առաջարկում եմ մեզ նվիրեք ձեր համերգային կատարումներից ինչ-որ մի փոքրիկ հատված եւ այդպես ուրախ տրամադրությամբ էլ սպասենք ձեր առաջիկա արդեն համերգին։ Հրավիրում ենք, բայց դժբախտաբար մեր ձեռքի տակ դեռ հրավիրատոմսեր չունեինք, որ ձեզ նվիրեին։ Սիրով մենք կգանք, կսպասենք հրավիրատոմսերի։ Համեցեք Ես դիմեցի, բայց դեռ պատրաստ չէին։ Ուզում էի, որ գոնե Փորձենք գոնե հիմա այսպես փոքրիկ կատարումով հոգեպես պատրաստվել առաջիկա համերգին։ Քանի որ երկուսս էլ սասունցի ենք, գուցե սասնա երկերից մի բան։ Գնացինք ընտիր։ Նոբարից մի կտոր, դե դու պիտի սկսես։
Ես եմ սկսում։ Նուբարը առաջի հայ նուբար չէ։ Հայ նուբար, 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 ջան նուբար, իմ բաժկու բար է բար, ջան նուբար, հայ նուբար, 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 ջան նուբար, սասնա ծարեր քարուբար, ջան նուբար, կանաչ վարոտ հոտեղներ, ջան նուբար, Նախշուն գոքնոց աղջեգներ հայնուբար Գարուն գելնեն դովացար ջանուբար Հայնուբար նուբար նուբար ջանուբար Իմ բաժկու բաժբար է բար ջանուբար Հայնուբար նուբար նուբար ջանուբար Սասնա սարեր քարուբար ջանուբար Սասնա գեղեներ գուհար սայնուբար Մդերեն կետ գլողեն ջանուբար Էլերեն ապկդողեն հայնուբար Կծնրանատ կշողեն ջանուբար Հայնուբար, նուբար, նուբար, հայնուբար Սասնա սարեր քարուբար ջանուբար Հայնուբար, նուբար, նուբար, ջանուբար Իմ բաշկու բար էլ բար ջանուբար Բրավո, իսկապես շնորհակալություն այս ազգային ոգով էլ ձեզ ասենք շնորհակալություն մեր տաղավարում գտնվելու համար իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող ոգևորենք այս փոքրիկ կատարմամբ որպեսզի հոկտեմբերի 26-ին ներկա գտնվեք այս համերգին եւ դիտեք նաեւ լսեք մյուս ներկայացումները երգերը իսկ այս պահին առաջարկում եմ միանանք մեր գործընկերուհուն դիտենք Գրագետ Դադարեջի հերթական ռեպորտաժը եւ ապա վերադառնանք